Ուրեմն հիմա կարդում եմ Ստրատեգիա Голубого океана, մարկետոլոգները գիտեն էս ինչ թույն գիրք է, ու այստեղ ես մի հատ թույն ֆենոմենի մասին եմ բացահայտում։ Ուրեմն պարզվում է 90-ական թվականներին ամերիկյան գինեգործությունը ճգնաժամ է ապրում, լճացում է գնում, որովհետև արտադրողները շատ են, գինին չի սպառվում, ու ընդհանրապես մի գինեգործարանի մարքեթինգային քայլը ուղղակի փրկում է մի հատ ամբողջ ինդուստրիա։ Ուրեմն ինչու՞մ է ֆենոմեն։ 90-ական թվականներին Ամերիկայի գինեգործարանները բնականաբար իրար հետ մրցում են հիմնականում լավ որակով, խաղողի սորտերով, հնեցման պոտենցիալով, այսինքն այն բազային գինեգործական հատկանիշներով, ինչը պետքա լինի դասական գինեգործության մեջ։ Դրա հետ մեկտեղ վաճառքները բացարձակապես չի ավելանում։ Ու գինեգործարաններից մեկը, Castle Wines-ը, ստեղծում է մի գինի, որը տրամպլին է հանդիսանում գինի չօգտագործողների ու գինեսերների համար։ Հիմա բացատրեմ։ Ինքը ստեղծում է մի գինի, որը շատ ավելի հեշտ է արտադրելը, ինքը չի մրցակցում ոչ մի դասական գինու կրիտերիաների հետ, չունի այտենց բարձր պոտենցիալ հնեցման համար, բայց ինքը շատ համապատասխանում է այն մարդկանց, ովքեր նախընտրում են օրինակ գարեջուր, թեթև ալկոհոլային խմիչքներ, ու ստեղծելով իր Yellowtail գինին, որը ունի նաև շատ հետաքրքիր պիտակ, կենգուրուի, այստեղ միտեղ կդնեմ, ինքը գրավում է մի հատ մեծ նիշա, որը չի համարվում գինի խմող, մասսայաբար սկսում են օգտագործել երիտասարդները իրանց փարթիների համար, սկսում են օգտագործել այն մարդիկ, ովքեր գարեջուր են սիրում, բայց գարեջուր չեն ուզում, գինի են ուզում, ինչ-որ հետաքրքիր բան փորձեն, ու արդյունքում սկսում է վաճառքները բարձրանալ։ Իսկ Yellowtail խմողներից մի մասը անցնում է դեպի դասական գինիներ, ու Yellowtail-ը ինքը մի հատ տրամպլին է դառնում իրանց համար։ Այս ֆենոմենը շատ եմ հավանել ու ասացի նաև ձեր հետ կիսվեմ։ Ստացվում է, որ մի գինեգործարանի մարքեթինգային քայլը, ով ստեղծեց իր համար կապույտ օվկիանոս, փրկեց մի հատ ամբողջ ինդուստրիա։ Դուք նմանատիպ ինչ քեյսեր գիտեք, կարա կիսվեք